կոնկրետ նիհարելու հետ կապված ընդհանրապես մեր եւ կանայք եւ տղամարդիկ խնդիր չպետք է տեսնեն, որտեվ վաղուց արդեն կան հատուկ տեխնոլոգիաներ, որոնք առանց դիետաների, առանց ինչ-որ հոգնեցուցիչ վարժությունների կարող են շտկել ավելորդ ճարպային շերտերի խնդիրը, դա շնչառական մանրամասնության տարբեր համակարգերն են եւ տարբեր շնչառական վարժություններն են։ Գիտեք, բնությունը ինքը ստեղծել է թթվածին, որը ուժեղագույն բնական այրման միջոց է։ Շատերը չեն իմանում, որ հենց պարզապես շնչելով, ճիշտ շնչելով կարող են իրենք նիհարել։ Մեկ ժամում ծախսեն 1700-ից մինչև 3500 կիլոկալորիա։ Գիտեք, քանի ժամ պետք է վազել, որ այդ կիլոկալորիաները ծախսել 5 ժամ։ Այսինքն մեկ ժամում դու ծախսում ես 700-ից 1000 կիլոկալորիա, եթե վազում ես։ 350-ից 500 կիլոկալորիա կարելի է ծախսել, եթե շեփինգով պարապել։ Լող պարապողները մի ժամ կորցնում են 700 կիլոկալորիա։ Ովքեր շնչառական հատուկ վարժություններ են անում, որ ամբողջ հոսքը չի, որտեղ կան ռիլաքսացիոն վարժություններ, տոնուս հաղորդող եւ այլն, կան հատուկ նիհարեցնող վարժություններ, շնչառական ու մկանային, հատկապես յոգաթերապիայի վարժություններն են դրանք եւ որոշ համակարգեր նաեւ ցիգունի վարժություններից են ընդգրկում։ Սրանք թույլ են տալիս 5 անգամ ավելի շատ ծախսել, քան մի ժամ վազելուց, այսինքն դու կանգնում ես, շնչում ես եւ կորցնում ես կիլոկալորիաներ 5 ժամ վազելու փոխարեն կամ 10 ժամ շեյփինգ պարապելու փոխարեն, առանց քրտնելու, առանց հոգնելու։ Բա դա խնդիր է, 3 շաբաթում ընդամենը կարելի 2-ից 8 կիլոգրամ կորցնել առանց վնասելու օրգանիզմին, ընդհակառակը նաև նպաստելով, որ առողջանա օրգանիզմը եւ շատ արագ վերականգնվի։ Շատ կարևոր է